ես անցյալի մասին չեմ ուզում ընդհանրապես խոսեմ, նաև այդ անձանց, իսկ այս պահին մեր վիճակագրությունը թե աղքատության ցուցանիշների, որ օրինակ ծայրահեղ աղքատությունը մեր մոտ արդեն 1%-ային կետով իջավ նախորդ տարվա համեմատ եւ դրանից առաջ էլ 0.5%-ային 0.5-ով ամեն տարի իջնում էր, խոսում են նրա մասին, որ այնուամենայնիվ մարդիկ սկսում են ավելի լավ ապրել, բայց նորից եմ գրել, դա չի նշանակում, որ բոլորը ապրում են շատ լավ կամ բոլորն ապրում են այնքան լավ, որ որևէ խնդիր չունեն, ոչ, իհարկե ոչ։ Եվ մեր բոլոր քաղաքականությունները եւ այդ թվում տնտեսական զարգացումը, որը հիմնական ուժն է մարդկանց լավ ապրելու, հա, մենք ունենանք տնտեսական զարգացում, մարդիկ լավ կապրեն, ոչ թե մենք թոշակները պարզապես կբարձրացնենք, որը էլի տնտեսական զարգացումից է կախված, կամ անապահովության նպաստները կբարձրացնենք, մարդիկ կսկսեն լավ ապրել։ Ու մեր տնտեսական ցուցանիշները ամեն ամսյա եւ նաեւ ամեն ամյա խոսում են նրա մասին, որ մենք գնալով ավելի բարեկեցիկ երկիր ենք դառնում եւ ես չեմ ուզում խուսափել այդ բառը օգտագործելուց, որովհետեւ հաճախ նաեւ քննադատվում ենք դրա համար, որ ինչն է բարեկեցիկ, 1000 խնդրեմ կա, իհարկե 1000 կա, բայց երեք 2000 խնդրեմ կար, այսօր 1000 կա կամ այսօր 10000 կա, երեք 20000 կար, բայց վաղն էլ է լինելու այդ խնդիրները ու նաեւ խնդիրների որակն է փոխվում, հասկանում եք, եթե առաջ չգիտեմ, նույն ճանապարհաշինության մեջ, հա, կարևորը լիներ ճանապարհը, հիմա դա կարևոր չի, կարևորը որ լինի լավ ճանապարհ կամ մեկ ուրիշ, հա, որ առաջ կարևորը դպրոց լիներ, չէ, հիմա պետք է լինի լավ դպրոց,